Ողջույն, սիրելի հեռուստադիտող։ Կառավարման արվեստը իսկապես շատ բարդ արվեստ է։ Եվ հենց այս արվեստի շնորհիվ էլ տարբեր ընկերություններ կարողանում են կայացնել կարևոր որոշումներ։ Իմ այսօրվա հյուրն է Մարինա Սանդոյանը, ով հանդիսանում է Սանդոյան Management Consulting-ի հիմնադիր տնօրեն, ինչպես նաև Մադամ հասարակական կազմակերպության անդամ։ Վերջում կասեմ, ինչու ենք մենք սա նշում, որովհետև խոսել ենք նաև այս թեմայի շուրջ, եւ այսպես իմ հյուրը Մարինան է։ Ողջույն։ Ողջույն Իրենա։ Ինչպես եք։ Հրանալի ու միշտ ձեր հյուրընկալ ժպիտը վայելելուց հետո էլ առավել լավ եմ։ Ես պատկերացնում եմ հաղորդման վերջում, որքան ես եմ լիցքավորված լինելու ձեզ հետ զրույցից հետո։ Սիրով եւ պատրաստակամությամբ։ Մարինա, կպատմեք մի փոքր ընկերության մասին, որպեսզի հեռուստադիտողը ավելի լավ պատկերացնի եւ հետո արդեն կբացենք մի քիչ ավելի մանրամասն կզրուցենք։ Իհարկե, Sandoyan Management Consulting ընկերությունը արդեն 15 տարի է գործում է շուկայում։ Ես որպես կառավարման խորհրդատու, իսկ այնուհետև հիմնադրեցի նաև ընկերությունը։ Ընկերության հիմնական դերը արժեքային համակարգ ստեղծելն է իր գործընկերների համար։ Երբ նայում ես որպես այդպիսին, հա, խորհրդատվական պրոդուկտը, դու միաձուլվում ես այն ընկերությունների հետ, որոնք սկսում ես կառավարել, որոնց համար սկսում ես արժեքային առաջարկ ձևավորել, զարգացնել այդ ընկերությունները։ Սա է հիմնական այդ գործառույթը, որը իրականացնում ենք ու որի վրա խարեսխված է ամբողջ խորհրդատվական բիզնեսը։ Եթե մի քիչ ավելի մատչելի լեզվով ասենք, ապա կոնկրետ, օրինակ, ընկերություն է, որը դիմեց ձեզ եւ ուզում է, որ ամբողջ կառավարումը իրականացնեք կամ մասամբ միգուցե։ Այն հիմնական բաները որոնք են։ Ինչ եք անում։ Շատ լավ։ Նայեք, խորհրդատվություն ասվածը երբեմն այսպես խրթին է, հա, մտածում են, որ եկար, խորհուրդ տվեցիր եւ գնացիր։ Իրականում այդպես չէ։ Դու հիմնադրում ես գաղափարից մինչև գործող բիզնես։ Դա զարգացման ռազմավարություններն են, դրանք գործարար ծրագրերն են, ֆինանսական կառավարումն է, բրենդին դիմագիծ հաղորդելն է, պրոդուկտ ձևավորելն է, առաջ խաղացումն է, վաճառքներն է, կարևոր ձևով եւ պատասխանատվություն ստանձնելն է այլոց բիզնեսների կառավարման համար։ Իսկ լինում է փուլ, որ երբ օրինակ դուք կարծում եք, որ ամբողջովին ճիշտ հիմնված է ձեր ընկերության նաև ներդրումով, այո, եւ արդեն կարող եք նրանց ճանապարհ, բարի ճանապարհ մաղթել, թե միշտ աշխատելու տեղ կա։ Գիտեք, այսպես երկու ֆորմատով կարող եմ պատասխանել այդ հարցին։ Կառավարման խորհրդատուն, եթե իրեն տևական ժամանակ կապի բիզնեսի հետ, ապա քո բիզնեսը այլ բիզնեսների շահերին ծառայեցնելը այլևս հնարավոր չի լինի։ Հենց դերը կառավարման խորհրդատվության այն է, որպեսզի դու կառուցես այդ արժեքը, լուծես տվյալ խնդիրը եւ այնպիսի համակարգներ դնես, որպեսզի բիզնեսը կարողանա արդեն ինքնուրույն շարունակի դա։ Դա կտնտեսի իր ծախսերը, կապահովի արդյունավետություն իր կառավարման մեջ եւ դու կկարողանաս շարունակել։ Իսկ հարցի հաջորդ կողմը այն էր, որ մենք այսպես թե այնպես կապվում ենք այն բիզնեսների հետ, որի հետ սկսում ենք աշխատել ու տևական ժամանակ միևնույն է, կա այդ խորհրդատվական պայմանագիրը չկա, մենք շարունակում ենք աշխատել։ Որքան հաճելի է ձեզ հետ աշխատելը, փաստորեն։ Այո։ Մարինա, իսկ երբևիցե չի խանգարում այ անձնական ավելի sense ջեր մոտեցումը տվյալ ընկերությանը գործնականի հետ։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, հավանաբար նկատեցիք, որ ես ինքս էլ էմոցիոնալ մարդ եմ։ Գիտեք որն է Sandoyan բրենդի ունիկալությունը։ Մի կողմից այդ ապրումակցելը, էմոցիաները, բոցավառվելը հաճախորդի հաջողություններով, մյուս կողմից այնքան սթափ ու լուրջ լինելը, ճիշտ ռիսկերը գնահատելը, այդ սիմբիոզը ստեղծելը հենց դրանում է մեր բրենդի ունիկալությունը իրականում։ Եվ հենց դա էլ գնահատում են հաճախորդները ընկերությունները։ Լիահույս եմ, որ այդպես է։ Իսկ հետաքրքիր է ձեր ընկերության մենեջմենտը ինչ ձևով է կառավարվում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Եվ գոհ եմ, եւ դժգոհ։ Գործընկերներս էլ կփաստեն, որ ինձ գոհացնելը դա շատ դժվար է։ Չափից շատ պահանջկոտ եմ, առաջնահերթորեն ինքս իմ նկատմամբ։ Երբ հաջողություն է ձեռք բերվում, դա պետք է լինի գրեթե իդեալականին մոտ իրավիճակ, որպեսզի ես լինեմ գոհունակ։ Եթե ես գոհունակ եմ, տևում է շատ կարճ, այնուհետև նշաձողը բարձրանում է։ Նույնը տեղի է ունենում իմ իսկ բիզնեսում, հա, կառավարման խորհրդատուները, որոնք ինձ հետ աշխատում են, գիտեն, որ պետք է առավելագույն արժեք ստեղծեն, այլապես հաջողություն չի լինի։ Իսկապես, դա այդպես է։
Ինչ է կառավարումը ձեզ համար։ Այս տերմինը ինչպես կբացեք։ Գիտեք, ես հետաքրքիր ձևով եմ տալիս այդ եզրույթի մեկնաբանումը։ Կառավարումը դա արվեստ է։ Դա մշակույթ է։ Արվեստ է գործիքակազմի, որի միջոցով դու կառավարում ու տնօրինում ես նյութատեխնիկական ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, ստեղծելով շահ բիզնեսի համար եւ ամենակարևորը հանրության համար։ Մյուս կողմից էլ կառավարումը առաջին հերթին պատասխանատվություն է, որոշումներ կայացնելու պատասխանատվություն։ Խորհրդատվական բիզնեսի դեպքում կրկնապատիկ պատասխանատվություն։ Հիմա բացատրեմ ինչի նկատի ունեմ, հա։ Եթե այլ հավասար պայմաններում ստեղծել ես դու քո բիզնեսը, կայացնում ես որոշումներ, տնօրինում ես քո իսկ բիզնեսի ճակատագիրը, խորհրդատվական ծառայության դեպքում դու ստանձնում ես նաև այլոց բիզնեսների պատասխանատվությունը։ Ու այստեղ մեծ հարց է, թե որն է ավելի մեծ։ Երևի երկրորդը, կարծում եմ։ Իհարկե, անշուշտ, որովհետև դու պատասխանատու ես, այո, այլոց ռեսուրսների համար, դա շատ կարևոր է ու մեծ է։ Էլ չես խոսում այն մասին, որ այդպիսի ընկերությունները բազում են, եւ դու պետք է մոտենաս նույն պատասխանատվությամբ յուրաքանչյուրին։ Միանշանակ ճիշտ եք։ Որ փորձն ու գիտելիքն եք համարում ամենաարժեքավորը ձեր գործում։ Գիտեք, հնարավորությունները, նպատակների փոխակերպելը, վստահության գործոնը, լիարժեք նվիրումը մեզ համար չկա այլոց բիզնես։ Կա ընդհանուր բիզնես, կա պատասխանատվություն ու կա ընդմիշտ։ Քիչ առաջ իմ խոսքում էլ, հա, քիչ վերևում անդրադարձա, հարատև է դա։ Այդ բիզնեսը դառնում է մեր ընկերության, մեր պատասխանատվության շարունակությունը եւ դա շատ կարեւոր է։ Ձեր այցեքարտը միգուցե նաեւ։ Միանշանակ, այո, վստահությունը, ճիշտ գնահատելը, արագ հնարավորությունները, նպատակների փոխակերպելը, գործնական մոտեցումները, նվիրումը, հոգատարությունը ամեն մի ռեսուրսի նկատմամբ, գործընկեր բիզնեսների եւ բնականաբար նաեւ անձնակազմի նկատմամբ։ Դուք նաեւ մադամի անդամ եք։ Ճիշտ եք։ Ինչպես իմացաք այս ակումբի մասին եւ որքան ժամանակ եք անդամակցում։ Գիտեք, գործարար կապերը, մշտապես ասում եմ, դա սոցիալական կապիտալ է։ Յուրաքանչյուր բիզնես պետք է դա ունենա։ Մադամը իմ ամբողջական այդ սոցիալական կապիտալի մի բաղկացուցիչն է։ Եվ հենց ակունքներում եմ եղել մադամի, որովհետև հիմնադրի հետ մինչ մադամի ստեղծվելը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում համագործակցում էինք։ Եվ մեծ սիրով ու պատրաստակամությամբ ընդունեցի հրավերը դառնալու մադամի անդամը եւ ամեն օր վայելում եմ կանանց, գործարար կանանց բանակի հզորությունը։ Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայի շուրջ, բայց ամեն դեպքում ձեր տեսանկյունը շատ կուզեի իմանալ։ Ինչ է տալիս գործարար կնոջը մադամին անդամակցելը։ Քիչ առաջ խոսում էի, հա, կանացի ներուժը, գործարարությունը, մտքերի փոխանակությունը, փոխօգնության մթնոլորտը, իդեպ, որը շատ ընդգծված է մադամում ու շատ դրական եմ գնահատում, հնարավորություն է մի հարթակ է, որտեղ դու կարող ես ներկայացնել ինչպես քո պրոդուկտը, իսկ մեր դեպքում որպես խորհրդատվական ընկերություն նաև այլ բիզնեսների պրոդուկտներ, օրինակ այս պահին ես ղեկավարում եմ աշխարհի ամենամեծ հայ-իրանական բիզնես կենտրոնը, որի հնարավորությունների մասին վերջերս խոսում էի մադամի շրջանակներում։ Այլ բիզնեսներ նաև, որոնց աջակցում ենք, դարձյալ մի հարթակ է, որոնց համար նաև ինչպես խորհրդատվական բիզնեսի համար է ծառայում հարթակը, նաև գործընկեր բիզնեսների, եւ քանի անգամ արդեն այդպիսի գործարար կապեր են ստեղծվել եւ տնտեսական համագործակցություն է ծավալվել, ինչը անհնար է դրական չգնահատել։ Իհարկե, հենց մեր առաջիկա հյուրի, հա, հետ կապված։ Չէ, առանձին բիզնես է ու շատ խոշոր բիզնես է, տարածաշրջանային կարևորության բիզնես է դա։ Հետաքրքիր է։ Կառավարությունն է անգամ մեջ շեշտ դրել եւ Իրանի եւ Հայաստանի։ Եղել են ձախողումներ եւ ինչպես եք հաղթահարել, ինչն է օգնել ձեզ հաղթահարելու այդ ձախողումները կամ միգուցե դժվարությունները։ Իհարկե եղել են։ Ձախողում նշանակում է ձեռք բերված փորձ։ Գիտեք, ես մարդու կյանքը եւ բիզնեսը որպես բիզնեսը դիտարկում եմ որպես շնչող օրգան, իր վերելքներով, վայրեջքներով, ու եթե համեմատություն տանենք, հա, ինչ է տեղի ունենում, երբ որ անընդհատ վերելք է լինում, կամ անդադար վայրեջք է լինում, կամ ուղիղ գծով է մի բան գնում, նշանակում է մահ եւ կանգ։ Այո։ Բիզնեսը որպես շնչող օրգան պետք է անընդհատ գործի, զարկերակը պետք է աշխատի, որպեսզի լինի կենսունակ։
Մի հատ կներեք, էլի պետք է ասեմ ես, այնքան սիրուն եք ասում, ոնց որ բեմից արտասան եք։ Համ ձեր դիկցիան է լավ, ասենց մի տեսակ։ Մեղմ, լավ, այս թեմայի շուրջ այնքան սենց մեղմ ու սիրուն եք պատմում։ Շնորհակալ։ Այն ինչպես եք սկսում նոր աշխատանքը ընկերության հետ։ Առաջին քայլը ո՞րն է լինում։ Եկեք ենթադրենք, որ պայմանագիրը կնքված է։ Եթե պայմանագիրը համագործակցության կնքված է, ապա իրեն արդիր ունի արդեն գործողությունների ծրագիր, ունի ժամանակացույց։ Շատ տարբեր պրոյեկտների դեպքում, տարբեր պրոդուկտների դեպքում մոտեցումը տարբեր է։ Ենթադրենք ընկերությունը պատվիրել է զարգացման ռազմավարություն։ Առաջին հերթին դու պետք է վերլուծես ընկերության գործունեության տվյալները։ Նայես վաճառքների տեմպերը, հասկանաս, թե ինչ արդյունավետությամբ է իրականացվել ռեսուրսների տնօրինումը եւ այլն։ Դու բացահայտում ես պրոդուկտը, գտնում ես, թե ինչի վրա դու կարող ես կառուցել ռազմավարությունը, թիրախ շուկաներն են որոշվում, գործիքակազմն է որոշվում, գործառնական ծրագիրն է որոշվում եւ այնուհետեւ արդեն եթե կա ռազմավարական ծրագիր գումարած շարունակություն, գործառնական կառավարման գործառույթ, մենք շարունակում ենք նաեւ դա իրականացնել։ Եթե օրինակ գաղափարով է մոտեցել բիզնեսը, նշանակում է գաղափարից պետք է ձևավորել բիզնես։ Դա նշանակում է պրոդուկտի ձևավորում, բրենդային իմիջի ձևավորում, դարձյալ բիզնես պլան, առաջ խաղացում, այս ամենը։ Ո՞րն է ձեր մոտիվացիան։ Ամենաշատը ինձ մոտիվացնում է գործընկերների շնորհակալ լինելը, արժեքների փոխանակումը եւ ամենակարևորը երեխաներիս հետ սեր փոխանակելը ու հոգատարություն։